Մենք կրկին եթերում ենք եւ այս անգամ մեր տաղավարը ավելի հյուրաշատ է։ Քիչ անց կտեսնեք նաեւ այն մրցանակները, որ բերվել են Հայաստան։ Իդեպ ցույց տուր, մի օրինակ էլ ինձ կտաս։ Օսկարակիր Թերեզա Հովհաննիսյան։ Ծանոթացեք։ Ապրիլի 3-ից 7-ը Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում կայացած Եվրոպայի տաղանդների մրցույթ փառատոնից, որի մասնակցում էր 8 երկիր, Հայաստանը վերադարձել է 1 գլխավոր մրցանակով Grand Prix-ով, 1 առաջին եւ 2 երկրորդ մրցանակներով։ Մրցույթի եւ հաղթանակների մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Կոմիտասի անվան Երևանի Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սամվել Գալստյան, ուսանող Հովհաննես Հովհաննիսյան եւ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սան Ալեքս Մուրադյան։ Լույս առավոտի։ Ողջունում ենք մեր տաղավարում այսպես մրցանակներով գալու համար։ Այսպես այո, միանշանակ շնորհավորում ենք ձեզ, նաեւ ուղիղ եթերում այս հաղթանակների համար, շնորհավորում ենք ձեր այսպես մրցանակների, պատվոգրերի համար եւ եկեք գանք հենց բուն արարողությունից, ինչպես է անցել մրցաշարը, ձեր տպավորությունների մասին։ Շատ լավ է անցել, կուզեի նորից մասնակցել։ Դու կմասնակցես, հա, ես որ sense նայում եմ, դու դեռ երկար անելիքներ ունես այս կյանքում։ Պարոն Գալստյան, դուք եկեք խոսեք այս ամենի մասին, նախապատրաստական ողջունում եմ ձեզ բոլորիդ այս հոյակապ ստուդիայում, որ նախկինում էլի շատ եղել եմ, բայց 10 տարի արդեն չի եղել ձեր ստուդիայում։ Դուք վերադարձեք հաղթանակներով ու մենք սիրով կհյուրընկալենք։ Սիրով ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին եւ մեր ժողովրդին նաեւ շնորհավորում եմ այս հաղթանակների կապակցությամբ, որովհետեւ սա մեր հաղթանակը չի, սա մեր ժողովրդի մշակույթի հաղթանակն է, որովհետեւ Եվրոպայում ելույթ ունենալ եւ ներկայացնել հայոց ազգային երգը դա մեծ պատիվ է մեզ համար։ Ահա մենք տեսնում ենք իրականում այս նկարները։ Մենք ինչքանով որ կարում ենք փոխանցում ենք մեր մատաղ սերնդին, որպեսզի ճիշտ ներկայացնեն մեր մշակույթը եւ կարողանանք բարձունքի վրա պահել եւ ճանաչացնել մեր մշակույթը օտարներին։ Հիմնականում այդ մրցույթի գաղափարը հետեւյալն է, որ Եվրոպայի տաղանդավոր երեխաներին, տաղանդավոր երիտասարդներին բերեն մեկտեղ եւ փորձեն մեկը մյուսին ճանաչացնելով իրազեկ լինեն մեկը մյուսի մշակույթին։ Հովհաննես, ինչ էր քո համար այս մրցանակը։ Մեծ առաջընթաց, առաջին քայլերս էր երկարվեստի մեջ։ Արդեն սրանից հետո ինձ թվում է ավելի շատ մրցույթների կսկսեմ մասնակցել ու ավելի շատ կպարապեմ, որ կսովորեմ, որ արդեն ավելի հասնեմ մեծ բեմերի։ Այսպես շարքային դիտողի համար ասում են, թե լավ երգում է ու հաղթում է, բայց դրա հետևում բավականին տարիների աշխատանք, քրտնաջան աշխատանք։ Ինչ է պետք հաջողության համար։ Հաջողության համար նախ պետք է այն ինչից, որ իրանք սկսել են, հիմա ասենք Ալեքսը Տիգրանյան դպրոցում է սովորում, նաև Անդրանիկ խմբի մասնակից է, որի այդ Անդրանիկ խմբի տեսահոլովակով իրենք ստացան այդ հրավերը, որովհետև պետք է դու ներկայացնես ինչ որ բաներ, նյութեր, որ իրենք տարբեր են, թե ուզում են հրավիրել քեզ, այսինքն դու արժանի ես այդ մրցույթին, թե չես համապատասխանում այդ։ Այսինքն նախորոք դու իրենց ուղարկում ես ինչ որ նյութեր մշակութային, տեսանյութեր, ձայնագրություններ եւ այլն, իրենք որոշում են եւ հրավերը ստացվեց։ Ճիշտ է, մի քիչ դժվարությամբ ունեցանք այդ բանը, դեսպանատների բանի հետ կապված, գիտեք, կարևորը հերթահասել է գնա։ Շատ բաներով է էլի անցնում, նամանավանդ որ Իսպանիայի դեսպանատուն Երևանում չունենք, Մոսկվա է գնում, անձնագրերը մի խոսքով կարևորը նա որ հաջողեցինք եւ հրավերը ստացանք եւ պիտի ասեմ որ ունենք նաեւ այն երկրները, որոնք որ մասնակցում էին այնտեղ, իսկ այդ երկրները 8-ն էին՝ Չեխիա, Սլովենիա, Իտալիա, Իսպանիա, Ուկրաինա, այդ երկրներից նույնպես ունենք հրավերներ, որովհետեւ մերոնք լավ մրցանակներով եւ լավ հանդես եկան, պիտի ասեմ որ այդ դահլիճը լեփլեցուն էր եւ հենց արդեն ստեղծագործության կեսից ավացիաներ էր գնում, ծափահարություններ, այսինքն լավ ընդունվում էր մեր մշակույթը, այո։ Հնչեցրել եք այդ ամենա Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ մշակույթ ունենք, որը որ արժանի է որ օտարները ճանաչեն։ Իսկ պետք է ճանաչեն մենք մեզ
մեր մաքուր մշակույթով, մեր ազգայինով, ինչու՞ չէ նաև մեր դասական, մենք հայտնի դասական լավ երգիչներ ունենք, որ աշխարհի օպերային թատրոններում այսօր փայլում են։ Պիտի ասեմ, որ նպատակ ունեմ, որ նաև ներկայացնենք մեր հոգևոր երգերը, որովհետև շատ տարբեր է եւ շատ հետաքրքիր է օտարներին մեր հոգևոր երգեր լսելը։ Օրինակը մենք մի հատ փոքր դրվագ ունեցանք, գնացել էինք Պտույտի Տոսայում, որը որ այդ քաղաքի մոտ է, եւ մի հատ քանդված եկեղեցի կար, Հովանեսին խնդրեցի, ասեցի, որ մի հատ հոգևոր երգ կատարի այդ եկեղեցու մեջ, եւ ուղղակի sense համապատրաստից, ափսոս որ մենք վիդեոներ չունենք, որ ցույց տանք։ Վիդեոները չունենք, ունենք իրական մարդիկ, որոնք կարող են այստեղ մեր երգերում մենք կամաց ձեր մեր հոգևոր երգերի այդտեղ եւ այդտեղ հավաքված բոլոր զբոսաշրջիկները տարբեր ազգերի դուք չեք պատկերացնում ոնց ընդունեցին ու շատ լուր բոլորը նկարահանում էին, բանցած, այսինքն առիթ էր, հիմա նպատակս հետեւյալն է, որ հաջորդ մրցույթին ներկայանանք մեր հոգևոր երգերով։ Հովանես, ինչ ես կատարել, մի փոքրիկ հատված։ Մրցույթի ժամանակ թե սիրտդ ինչ հա տալիս։ Մրցույթի ժամանակ ինչ ես կատարել։ Մրցույթի ժամանակ կատարեցի Կոստանտին Պետրոսյանի Հայաստան երգը։ Եթե Մենք արդեն փոքրիկ հատված։ Մենք արդեն սպասում։ Մենք դրա համար ենք հավաքվել։ Ալեքս, դու արդեն ապրես ձայնավարժություն արա։ Դուրն ես դու բացել հավերժ գարունքի, վարդ ես դարձել Հայաստան, լերն ես մեր փառքի ու մեր վերելքի, կամքն ես հաստատ, ունես դու հինգեղարդ գարնի ամրոց, Արաքս մասիս ու կապույտ սևան, կերտել ես դու դվինանի զվարթնոց, հայոց հանգրվան, չքնախ Երևան, շողում ես դու անմարասխի նման, դառնում կյանքի նոր պարտեզ գարնան, ապրիրում միշտ ծաղկիր երկիր նահիրյան, խաղաղ երկրի դու մեր օրան։ Բրավո։ Իսկ դուք ասում եք վիդեոները չունենք։ Մենք ունենք, մենք ձեզ կտրամադրենք կայս տեսահոլովակը եւ երբ որ Հովանեսը երգում էր, ես պես ուզում էի ձիգ նստեի եւ այստեղ շքանշան էի, ինչ շքանշաններ պակասում այս ստեղծագործության համար։ Ինձ հետաքրքիր է նախ երկուսդ էլ կիսվեք, ինչու ազգային ուղղությամբ շարունակեցիք, ինչու հենց այդ ոլորտն ընտրեցիք, այսպես ասած, միջև դու որոշես ինչ ես կատարելու։ Որտեվ սրտին ավելի հարազատ փոքրուց միշտ ազգայինի մեջ ժողովրդական ուրիշ ումից է ժառանգել դու դա։ Ծնողներից ես։ Միշտ փոքրուց լսել եմ հայ ազգայինը ուրիշ տարբերակ չկար։ Ուրիշ տարբերակ չի։ Ալեքս, դու ինչպես ես ընտրել, 10 տարեկան ես դու։ Ես սկզբից էլ սիրել եմ ժողովրդական երգելը եւ միշտ ուզեցել եմ երգել ժողովրդական եւ ես ասել եմ իմ երազանքին։ Վաու։ Էլ ինչ երազանքներ Հիմա ունես հասնեմ մեր երազանքին։ Կատարիր մեզ համար մի չքնախ ստեղծագործություն, այսպես սրտիցդ ինչև այսպես բխում։ Կերկեմ մրցույթի երգը։ Գնացինք։ Դա ֆիքսել ենք։ Քարից թռան երկու կաքավ, թռան սրտիս պես, ախ դու իմ յար, ախ դու իմ լավ, որտեղ գտնեմ քեզ, արևի հետ դու գնացիր, լուսնի հետ արի դու չես գալիս ամեն օրս դարձել է տարի։
Ինձ այս անգամ կուժ է պակասում։ Ինքնավստահությամբ տարազահակնեմ այսպես կուժով։ Պատմեք հետագա ծրագրերի մասին, այսպես դա հաջողեցիք մրցանակները, այսպես ամեն ինչ տեսնեք։ Պահարանից վերցրել բերել եք մեզ մոտ այս։ Ուզենայի նաև մեր երկու մասնակիցների, որոնք երկրորդ մրցանակ են ստացել, Սերժ Սարգսյանը եւ Արսեն Կոստանյանը։ Իրենց նույնպես շնորհավորեմ։ Ուղղակի այսօր դասի էին, չկարողացան դպրոցից ավելի տենց բացակայեն։ Իրենց նույնպես շնորհավորում եմ, երկու նույնպես լավ երեխաներ, լավ սաներ, այսպես ասած։ Հիմա կուզենայի, որ մեր հետագա ծրագրերը ասեն, որ նախ ամենակարևորներից Հովհաննեսի համար ընդունելության քննություն է արժևում կոնսերվատորիայի շատ պատասխանատու, մենք հատուկ ծրագիր ենք սարքել, քննական, իսկ Ալեքսի եւ մնացած երեխաների համար սպասվում են տեսահոլովակների նկարահանում, դեմը ամառ է եւ բնության գրքում ուզում ենք ձայնագրություններ անել եւ գնանք տեսահոլովակ նկարահանման։ Պարոն Գալստյան, ցանկանում մի փոքր անդրադառնանք սերնդափոխության, ինչպես տեսնում դուք ավելի այսպես կրտսեր սերնդի հետ եք աշխատում, ինչպես է այդ անցումը կատարվում։ Ասեմ, ես ինչ եմ որոշել նաև դպրոցում դասավանդել, որովհետև շուրջ 35 տարի կոնսերվատորիայում դասավանդում եմ։ Ասկանից ուսանելու տարիներից հետո միանգամից մնացել եմ։ Ձեր ոլորտի առաջատար մասնագետներից եք այ դուք։ Շատ լեցուն է իմ դասարանը կոնսերվատորիայի եւ շատ լավ սաներ ունենք եւ ունեցել ենք նախկինում հայտնի երգիչներ են այսօր անունները չտամ, բայց որոշել եմ նաեւ դպրոցում դասավանդեմ, որովհետեւ ճիշտ է, որ երբ որ դու ինքդ որպես մասնագետ քո դպրոցի այսքան այդ երեխային քո դպրոցով ես դաստիարակում եւ գալիս են կոնսերվատորիա։ Պիտի ասեմ, արդեն Տիգրանյան դպրոցից մոտ 3 ուսանողներ ունենք այսօր, որ իմ դասարանի տղաներ են, որոնք սովորում են կոնսերվատորիայում։ Նաեւ հիմա այս տարի նորից մի հոգի կա, որ պետք է ընդունվի։ Այսինքն հետեւյալն է, որ դու ճիշտ իրենց փոխանցես եւ ճիշտ դպրոցով, ճիշտ դրվածքով, ձայնադրվածքով, մշակութային երգային ճաշակով, ազգային մտածողությամբ իրենք արդեն մուտք գործեն կոնսերվատորիա։ Ոչ թե գան նոր ինչ որ դու կարող, այսինքն իրենց մոտ ավելի ձևավորված ինչ որ բանից հետո։ Այո, իսկ սկզբանե Ալեքսը որ Աստվածտա որ հասնի այդ օրերին եւ իր առաջադեմությամբ արդեն ապացուցի, որ ինքը կարող է կոնսերվատորիայում սովորել, ինքը արդեն պատրաստի գալու է, որ շարունակի իր բարձրագույն մշակութային կրթությունը։ Պիտի ասեմ, որ մեր կոնսերվատորիայի ամբիոնի հայոց երգեցողության բաժինը ստեղծել է Արզաս Ոսկանյանը, հիմնադիրը ինքն է եւ շատ բաներ է փոխվել երգչական իմաստով եւ ճաշակի եւ մտածողության եւ այսպես երգի ընտրության, երգերի ընտրության, բազմազանության առումով։ Օրինակ, պարտադիր երգեցողություն է դարել հայ հոգևոր երգեցողությունը եւ ընդունելության եւ սեմեստրային քննության կիսամյակային եւ նաեւ ավարտական քննություն։ Դա շատ կարեւոր բան է։ Այսինքն ուսանողը նաեւ ճանաչում է եւ տիրապետում է մեր միջնադարյան արվեստին, ճանաչում է արեկացուն, ճանաչում է շնորհալուն, մի խոսքով։ Այսինքն այս կապը մենք այդ ձևով պետք է պահենք եւ շարունակական փոխանցենք, որպեսզի չկորցնենք։ Իսկ երեխաների էս ավելի կրտսեր սերնդի այսպես հանրային դառնալու, չասեմ, բայց ավելի ճանաչելի լինի, որտեղ ավելի մոդայիկ բաների հետևից ենք ընկած։ Հա, հիմա նայեք, ես մի հատ հետաքրքիր բան հիմա ինձ հարց տվեցիք, որ կուզեի արծարծել, ծնողներ կան, որ իրանց երեխաներին տանում են ուղակի ժամանցային տեղեր, որ ուրախանցնի երեխայի, բայց ծնողներ էլ կան, որ ուրիշ ձև են մտածում են, որ երեխային տանեն այնպիսի տեղ, որ ինքը հետագայում շարունակություն ունենա եւ կրթվի, ենթադրենք մասնագիտական կրթություն ստանա, որ հետո շարունակական լինի։ Դա տարբեր բաներ են։ Կա ժամանցային
եւ կա մասնագիտական։ Օրինակ Տիգրանյան դպրոցը դա մասնագիտական դպրոց է։ Մեր մոտից շատ սաներ գնում են կոնսերվատորիաներ, ուսումնարաններ, քոլեջներ եւ այլն։ Ժամանցային տեղերի այդ բաներն էլ այդ ձեր ասած, որ ավելի ժամանակակից, ավելի ոնց ասեմ, իմ համար դրանք ընդունելի են, բայց երեխային իմ կարծիքով ավելի տեն զվարճացնելու տեղեր են, քան ինչ որ երեխային դաստիարակելու, որտեղ շատ տեղեր ես նույնիսկ դեմ եմ ու նույնիսկ ուզում եմ, որ նաև մենք կազմակերպություն ունենք Հայաստանի ֆոլկլոր բարեգործական հիմնադրամը, որ արդեն 30 դեռ ուսանող տարիներից ենք դա բան արել, մինչև հիմա ուզում ենք նույնիսկ ինչ որ ուղղվածություններ տանք, ինչ որ օգնություններ տանք մեթոդական այդ ձևի տեղերին, որ այդ երեխեքին ճիշտ ուղղությամբ տանեն, որովհետև երեխան դա բան չի, վարժացնելու ինչ որ մեկը չի, որ ցիրկում ոնց են ասենք կերկեսում կենթանում վարժացնում են, դնում են բեմի վրա ու նույն կապկային ինչ որ բաներն են անում երեխեքը։ Երեխուն պետքա ճիշտ ուղու վրա դնես, պետքա ինչ որ ձևի ազգային բանի վրա դնես, որ ինքը ճիշտ զարգանա, որտեղ ինքը հետագայում քո երկրի քաղաքացին է դառնալու։ Սա շատ կարևոր բան է իմ կարծիքով։ Եվ այսօր մենք մի քիչ ձևի հետևից ենք ընկած, մոռանալով բովանդակությունը։ Այսինքն մենք ամեն ինչ պետք է անենք, որ բովանդակությունից գնա ձևը, ոչ թե ձևից բովանդակություն։ Իմ կարծիքով դա է ճիշտը։ Ինձ հետաքրքիր է բոլոր այն ուսանողները մեծամասամբ եւ աշակերտները, ովքեր երաժշտության ոլորտում են երգի, այդքան էլ չեն սիրում դաշնամուրն ու սոլֆեջոն։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այդ հարցին, քանի որ խոսեցինք դաստիարակելուց, քանի որ խոսեցինք այդ երաժշտական կրթությունից, դասական պրոտոկոլային ձևաչափում զուգահեռաբար վոկալին անցնում ես եւ դաշնամուր, եւ սոլֆեջո, եւ երաժշտական գրականություն, ինձ ձեր տպավորություններն է հետաքրքիր։ Ես ավելի շատ սիրում եմ սոլֆեջո, քան թե դաշնամուր։ Եվ վոկալն էլ ես կարծում Ես վոկալը ամենաշատն եմ։ Հանուն վոկալի են գնացել ընդունում։ Դասիլ այսօր չի գնացել, որ կա պատմի այդ մասին։ Մի բան ասեմ, որ նաև առիթը օգտագործելով, որ ասեմ, որ կոնսերվատորիայում շատ լավ երեխեք են գալիս, լավ ձայներով, շատ լավ կատարումներով, բայց սոլֆեջոից կտրվում են քննություններից։ Այսինքն իլուր բոլորին պետք է ասեմ, մեզ անգրագետ երգիչներ, անգրագետ երաժիշտներ պետք չեն։ Ես միշտ օրինակ եմ բերում իմ երեխեքին, ասում եմ դու պատկերացրու, որ գնում ես դպրոց, շատ լավ անգիր ես ասում, լավ պատմություն ես պատմում, բայց գրել կարդալ չգիտես։ Սոլֆեջոն էլ երաժշտության գրել կարդալն է, չէ՞։ Ինչքան տաղանդավոր պիտի լինես, որ աչք փակեն դրա վրա։ Չեն փակում եւ ճիշտ են անում, որ չեն փակում, որովհետեւ դրանից բարձրացել է կոնսերվատորիայի որակական բաները։ Միանշանակ քանի որ ես ունեմ երաժշտական կրթություն, չես կարող դու դրա վրա աչք փակել, դա այբուբենն է երաժշտության։ Շնորհակալ ենք մեր տաղավար հյուր գալու համար, եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ ձեզ նորանոր մրցույթներ, փառատոններ, տեսահոլովակներ, մի խոսքով ծլեք, ծաղկեք, զորանաք եւ բարբերաբար գաք մեր եթերին եւ պատմեք, ինչպես եք ծածանել մեր եռագույնը։ Բարակեք ձեր տաղանդով մյուսներին։ Հրավերի համար։ Շնորհակալ ենք հեռուստադիտողներին մեր եթերում մնալու համար, մենք ունենք կարճ դադար, որից հետո դիմավորել ենք մեր մյուս հյուրերին։